Սոլիդարության օրն է, ամենաշրջան օրն է Բելարուսիայի քաղաքացիական հասարակության եւ իրավապաշտպանների, որոնք բանտերում նստած են, որտեղ իրավիճակը շատ վատ է։ Եվ Բելարուսիայի լինելով Եվրոպայի կենտրոնում միակ երկիրն է, որտեղ գործում է մահապատիժ, որտեղ չի գործում եվրոպական կոնվենցիա մարդու իրավունքների եւ մենք լինելով այդ շարժման Բելարուսիայի հետ համերաշխության շարժման անդամները միացել ենք այսօրվա ակցիային, չնայած ակցիան վաղն է, բայց քանի որ վաղը շաբաթ օրը մեր մոտ որոն չի աշխատում, դեսպանատունը, մենք այսօր ենք հանձնել իրանց մանիֆեստ, որը ստորագրել ենք եւ ով ուզում է կարող ստորագրի։ Ինչ ասում մանիֆեստում։ Մանիֆեստում պահանջներ կան, այո, մանիֆեստում կան պահանջներ, տարբեր պահանջներ են։ Ամենակարևորը, որ պահանջում է պետությունից հարգել ստորագրած իրանց բոլոր պարտավորությունները եւ բացազատել քաղաքական հասարակության եւ իրավապաշտպանների բանտերից, որտեղ ի տարբերություն նույնիսկ Հայաստանից, օրինակ ինտերնետի խնդրեմը Բելարուսիայում շատ դժվար է։ Դուք գիտեք, որ ինտերնետ կաֆե պետք է մտնես միայն պասպորտով։ Սայթերի մեծ մասը հասանելի չէ Բելարուսիայում։ Ֆլեշ մոբերի համար մարդկանց ձերբակալում են։ Ակցիաների համար մարդկանց ձերբակալում են։ Ես նկար եմ տեսնում, ում նկարն է։ Դա Ալիս Բելյացկին է, դա Վիասնա իրավապաշտպան կենտրոնի նախագահն է եւ ՖԻԹ կազմակերպության միջազգային կազմակերպության վիցե-պրեզիդենտն է։ Շատ ճանաչված իրավապաշտպան է եւ մեր լավ ընկերը եւ որը հիմա ասած է բանտում ինչ հոդվածով նալոգներից խուսափելու համար, բայց դա եղել է շատ բոլոր իր գործողությունները իր նստների վերաբերյալ եղել են օրինախախտումներով, իրան 6-7 տարի նստած է 7 տարի նստած է բանտում։ Դուք մեզ կներկայացնեք Բելարուսում քանի մարդ կա, որ նստած։ Ոյ շատ են, ես թիվը չգիտեմ, գիտեք այնտեղ ոնց է, այնտեղ մարդկանց նստում են նույնիսկ ֆլեշ մոբերի համար, որոնք օրինակ ակցիայի ժամանակ մարդիկ ման են գալիս փողոցներով եւ ծափեն։ Չեմ կարող ասեմ, ազատում են բաց են թողնում, նույնիսկ նստում։ Դուք ասեք մի քանի երկրում կլինի, հիմա Բելարուսում կլինի վաղ ակցիաներ, Հայաստանում էլ որտեղ։ Մոսկվայում կլինի, այսօր եւ վաղը կլինի ակցիա, Գերմանիայում ռոք կոնցերտի ժամանակ արդեն սկսվել է, այնտեղ Պոզդամում մեծ ռոք կոնցերտ է գնում եւ այնտեղ արդեն հնչեցրել են նույն պահանջները։ Ակցիան լինելու է Ուկրաինայում, Նորվեգիայում, Շվեդիայում, ինչքան ես գիտեմ, Ֆրանսիայում։ Լավ, եւ եթե